Ինչ որ սրբազան պայքարի, ինչ որ մասնակիցների հերքելի ապացույցներ են դրված, որ այս մարդիկ հեղաշրջման փորձ են արել, ինչ որ մարդիկ, ինչ որ շրջանակներ, ասենք կամահրանքով եւ ուրեմն ծաղրանքով են խոսում մեղադրանքին եւ առաջադրված հոդվածներին։ Այս վերաբերմունքով մենք ուղղակի ավելի ու ավելի թուլացնում ենք պետական մեր ինստիտուտները եւ դրա արդյունքում դատական իշխանության նկատմամբ անվստահության այնպիսի աստիճանա, որ մարդիկ արդարություն հաստատելու հաշվեհարդարներ են ձեռնարկում։ Որովհետև եթե փետրվարի 5-ին տեղի է ունեցել մի սպանություն, որի ավարտը անպայման պիտի ինչ-որ կերպ, եթե դատական կարգով ի վիճակի չի լինում մարդը արդարության հասնել, գնում է այս միջոցների, գնում հաշվեհարդար է տեսնում եւ իր պատկերացրած արդարությունն է հաստատում։ Երբ է դա տեղի ունենում, երբ որ դատական համակարգ որպես այդպեսին գոյություն չունի այլևս, որտեղ մարդը չի հավատում, որ դատարանով կարող է արդարություն հաստատել։ Հիմա սրանից պիտի քաղաքական մեծամասնությունը օրինակ հետևություններ անի, օրինակ ինչ է խանգարում, որ մենք կարողանանք օրինակ անհրաժեշտ վեթինգի ենթարկենք վերջապես այդ դատական համակարգը եւ բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ թաթախված են կոռուպցիայի եւ հանցավոր կապերի մեջ, այդ դատական համակարգից դուրս շպրտենք։